Խոսում է Բաքուն, եթերում է Ադրբեջանի ձայնը միջազգային ռադիոկայանի հայկական ծառայությունը։ Շարունակում ենք մեր հաղորդումը։ Մենք բոլորս նրան ճանաչեցինք որպես ժպտադեմ եւ հայրենասիրական երգեր կատարող երիտասարդի։ 22-ամյա Խուդայար Յուսիֆզադեն հայրենական պատերազմում իր կյանքը զոհաբերած հերոսներից մեկն է։ Ինչպես նշվում է նրա կատարած երգում, այսօր Խուդայարի կարճ կյանքը վերածվել է դաստանի։ Նա ավարտել է Բարդայի թիվ 1 երաժշտական դպրոցը, սակայն Խուդայարը նախապատվություն է տալիս ռազմական ոլորտին եւ սահմանապահ ծառայության դասընթացներ է անցնում։ Նա դարձավ Մուղամի մրցույթի հաղթող, բայց նախընտրեց ռազմական ոլորտը։ Նա սիրում էր ռազմական համազգեստը։ Դասընթացներն ավարտելուց հետո նա ընդունվեց Աստարայի սահմանապահ ծառայությունում աշխատանքի։ Խուդայարը դեռ մանկուց կորցրել էր հորը, նա մեծացել է իր պապի եւ տատի խնամքի տակ։ Այսօր նրանք հպարտանում են իրենց թոռան սխրագործությամբ։ Çok şükürler ki uşaqların qanı 92-ci yerdə qalmadı. Փառք Աստծո, երեխաների արյունը գետնին չմնաց։ Տարածքների ամեն մի թիզը ողողվել է հերոսների արյամբ։ Benim iki oğlum var. İkisi de görmüşüm. Onlar da gitmeye hemen Suriye'yle mesela. Երկու որդիներս կամավոր մեկնել էին ռազմաճակատ, սակայն այս երեխան մեր կյանքի իմաստն էր։ Խուդայարն իր կատարած երգերով ոգեշնչում էր մարտական ընկերներին։ Bu danışanda Füzeler beş dövüşten çıxmamış, xəzələr dövüşməmişik deyir. Նա մարտերից հետո երեխաներին ասում էր, կարծես թե չենք կռվել։ Իր կատակներով գրավում էր բոլոր մարտական ընկերների ուշադրությունը, մոռացնել էր տալիս մարտերի սարսափը։ Խուդայար Յուսիֆզադեն հոկտեմբերի 23-ին զոհվեց Զանգիլանի Աղբեն Թավանի համար մղվող մարտերում, սակայն նրա արյունը գետնին չմնաց։ Ադրբեջանական բանակի հաջող գործողությունների արդյունքում օկուպացիայից ազատագրվեցին մեր տարածքները, մեր շեյդների վրեժը առնվեց։ Adı gelecek önüm dastana döndü, dastana döndü.